խնդրում եմ ասել, հնարավոր է, որ մոտ ապագայում փողոցային շարժում նախաձեռնեք ի պաշտպանություն եկեղեցու, հատկապես որ օրերս Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարեց, որ վեհափառ հայրապետը կես բառ ասի ցանկացած եկեղեցում Հայաստանի Հանրապետության ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնել եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն, ականատեսը կլինենք ի պաշտպանություն եկեղեցու փողոցային ակցիայի Շնորհակալ եմ հարցի համար, պատասխանը ձեր հարցի մեջ էր։ Ինչպես նշել է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, մեր քաղաքական ուժի անունից հանրապետականը ոչ թե սպասում է, այլ ենթարկվում է վեհափառ հայրապետի հորդորը շատ մեծ բան է, ընդամենը մեկ կամ արտահայտմանը։ Մենք պատրաստ կլինենք պաշտպանել մեր եկեղեցին փողոցում, քաղաքական հարթակներում, միջազգային կապերով, տեղեկատվական աջակցությամբ, ձեր հարցը փողոցին է վերաբերվում, այո, կլինենք։ Հետևաբար, խնդրում եմ հարցը շատ ճիշտ ընկալել պատասխանը։ Սա չի նշանակում պատասխանատվության տեղափոխում։ Ուղղակի հաշվի առնելով եկեղեցու նվիրական արժեքը, հաշվի առնելով, որ որոշ հրաշքների մտքով երբևէ չանցնի, որ այ դուք դա քաղաքական դիվիդենդի համար եք անում, մենք խոնարհաբար պատրաստ ենք ծառայելու մեր եկեղեցուն, պաշտպանել մեր եկեղեցին այն տարբերակով, որը մեզ եկեղեցին կհուշի, իսկ եկեղեցու ղեկավարը վեհափառ հայրապետն է։ Հետևաբար ձեր հարցի մեջ պատասխանը կար, եթե եկեղեցին, եթե վեհափառ հայրապետը համարի, որ այդ թվում նաև փողոցային ակցիաների միջոցով անհրաժեշտ է պաշտպանել մեր եկեղեցին, հանրապետականը կլինի ամենավտանգավոր տեղում։